բանով օպտագոյ Ադանալյան Ռուզան 12 տարի առաջ 25 տարեկան տղայի սպանել են մինչև հիմա Շիրակի մարզի դատարանում դատաքննություն ա քննում մնացել է այդ հոդվածով հարուցված գործի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը սպառելուն 2 տարի Հիմա քաշ են տալիս, ինձ 12 տարի, ես գնում եմ Գյումրիի դատարան հետ եմ գալիս, 12 տարի, ես նայում եմ մարդասպանի թաթիկներին, մեկ հոգու է մեղադրանք առաջադրված, աջ թաթիկով է հարվածել իմ տղային, ես նայում եմ իր աջ թաթիկին, խմբակային է սպանությունը, պատվիրված է, պատվեր ընդունել է, Շիրակի մարզային ոստիկանության մուշի բաժնի պետ Հրաչ Սահակյանը և նրա տեղակալ Արա Ազնավուրյանը, Էնորն է հաշտաքնվել Արա Ազնավուրյանը ու դատավոր Հովանես Սաֆարյանը այնպիսի դիրքավորմամբ է թույլ տալիս հարցաքննելու ամեն հային չէին խանգարում է ու չի թողնում որ այդ ոստիկանին ես կարողանամ իմ հարցերով հասցնեմ տրամաբանական այն իրավիճակին որ կարողանամ իրանից ինֆորմացիա իմանամ բնականաբար տան մեջ կազմակերպել են որպես իբր թե վիճաբանություն ա եղել բայց ոստիկաններն են խառնված այս գործով կոնկրետ պատվերը կատարել են ոստիկանները սա է եղել կտրող ծակող գործիքներով հարվածներ են հասցրել տղայից դատաբժշկական եզրակացությունը կեղծված է մի քանի մոտ հագուստների վրա 20 կտրած ծակած վնասվածքներ կա երկու վնասվածք են ցույց տվել քննիչը հարց է առաջադրել դատաբժշկին մի գործիքով է վնասվածքը թե տարբեր դատաբժիշկը չի պատասխանել մինչև այսօր հանցագործության գործիքը չեն գտել մինչև այսօր որովհետև դրանք գործիքներ են ոչ թե գործիք ու այսօր այս երկիրը այս իշխանությունը փորձում է մարդկանց հող ու մոխիր փչել թե ինքը ժողովրդավար է իրանք աշտարադատություն են իրականացնում դու ձեր ծախված գլխավոր դատախազը ձեր ծախված աշտարադատության համակարգը ձեր խուլիգան ծախված դատավորները ինչ պետք է անեն ձեր ռոժին ձեր ստեղծած աշտարադատությունը ձեր աշտարադատության նախարարի դեմքին նայելով հասկանում ես ինքը ներքուստ նախարարա նախարարի էթիկա նախարարի գիտակցական մակարդակ ունի թե չունի երկու հատ հոդված անգիր են անում ու սկսում են մարդկանց այդ իրոնյաներով պատասխան տալ բայց նախարարի կեցված կա ինչ ասես ումից ասես եկել եմ նայում ես կինը գիտի որտեղ սենց բաներ ա կատարվում եկել եմ այդ մասին հայտնի մաս խառնվել են իրար ինչ է խառնվել ինչ են կանոն որ ձեր որդին է ոստիկան եղել ոչ Ինչու են պատվիրել սպանել պաշտոնյա է եղել ինչի մեջ է անձնական թշնամի